Գազայում 2 տարի անց հրադադար է հաստատվել։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի զինյալները ներխուժեցին Իսրայելի տարածքին, ինչի հետևանքով հրեական պետության հարավում պաշտոնական տվյալով զոհվել է 1200 մարդ, 251-ը գերեվարվել է։ Այնուհետև Իսրայելը մասշտաբային ռազմական գործողություններ սկսեց Գազայի հատվածում։ Պատերազմի ընթացքում հայտնի զոհերի թիվը հասնում է 69,000-ի, ավելի քան 170,000 մարդ վիրավորվել է, մեծ մասը խաղաղ բնակիչներ էին։ Շաբաթներ առաջ Միացյալ Նահանգների նախագահը ներկայացրեց հրադադարի ամերիկյան ծրագիրը։ Այսօր օրակարգում Գազայում հայտարարված հրադադարն է։ Ռազմական բոլոր գործողությունները կդադարեցվեն։ Ոչ ոք ստիպված չի լինի լքել Գազան։ Գազան պետք է դառնա ապառադիկալացված ահաբեկչությունից զերծ գոտի։ Իսրայելը չի օկուպացնի կամ չի բռնակցի Գազան, սակայն Իսրայելը ներկայություն կպահպանի անվտանգային գծի երկայնքով։ Բարեփոխումների արդյունքում կարող են պայմաններ ստեղծվել պաղեստինյան ինքնորոշման եւ պետականության համար։ Համասը եւ մյուս խմբավորումները որևէ դերակատարում չպետք է ունենան Գազայի կառավարման գործում։ Ով է ի վերջո կառավարելու Գազան, ես չունեմ դրա պատասխանը։ Հիմա գնդակը Նեթանյահուին նաև արաբական պետությունների դաշտում է։ Համասը պետք է զինաթափվի, հակառակ դեպքում դժոխք կտիրի։ Համասը չի կարող ստանձնել զինաթափվելու պարտավորությունը։ Մեր դաշնակիցներից մի քանիսը վճռականորեն ասել են, որ իմ խնդրանքով կարող են մտնել Գազա։ Թրամփի ծրագրի վրա հիմնված հրադադարը շատ կարևոր նվաճում է, սակայն չեմ կարծում, որ երկարատև խաղաղություն է երաշխավորում։ Էսկալացիայի հավանականությունը պահպանվում է։ Սեպտեմբերի 29-ին Միացյալ Նահանգների նախագահն ընդունեց Իսրայելի վարչապետին։ Նեթանյահու-Թրամփ հանդիպումից հետո Սպիտակ տունը հրապարակեց Գազայում հակամարտությանը վերջ դնելու 20 կետից բաղկացած համապարփակ ծրագիրը։ Հրադադարի պաշտոնական մեկնարկը տրվեց հոկտեմբերի 13-ին Շարմ էլ-Շեյխում Միացյալ Նահանգների, Եգիպտոսի, Կատարի եւ Թուրքիայի առաջնորդների կողմից խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։ Ուշագրավ է, որ հենց հակամարտող կողմերի Համասի եւ Իսրայելի ներկայացուցիչները չեն մասնակցել գագաթնաժողովին։ Մանրամասները տեսանյութում։ Ըստ Թրամփի ծրագրի նախև առաջ Համասը պետք է Իսրայելին վերադարձնի հոկտեմբերի 7-ին գերեվարված պատանդներին, որոնցից ողջ է 20-ը, եւ զոհվածների մարմինները։ Իսրայելն էլ փոխարենը կազատի 250 սմահ բանտարկյալի, ինչպես նաեւ Գազայի 1700 բնակչի, այդ թվում կանանց եւ երեխաներին, որոնք ձերբակալվել էին հոկտեմբերի 7-ից հետո։ Իսրայելը նաեւ թույլատրում է հումանիտար բեռների մուտքը պաղեստինյան անկլավ։ Գազան պետք է դառնա ապառադիկալացված ահաբեկչությունից զերծ գոտի, որը սպառնալիք չի ներկայացնի հարևանների համար։ Ռազմական բոլոր գործողությունները կդադարեցվեն, առաջնագծերը կսառեցվեն մինչև իսրայելական ուժերի փուլային դուրսբերման համար պայմանների ստեղծումը։ Կմշակվի Գազայի վերակառուցման, տարածաշրջանի աշխուժացման եւ ներդրումների ապահովման Թրամփի տնտեսական զարգացման ծրագիրը։ Կստեղծվի տնտեսական հատուկ գոտի արտոնյալ սակագներով։ Ոչ ոք ստիպված չի լինի լքել Գազան։ Ապա ռազմականացման գործընթացը կիրականացվի անկախ դիտորդների հսկողության ներքո։ Ահաբեկչական եւ հարձակողական ենթակառուցվածքները, ներառյալ թունելները եւ զենքի արտադրության օբյեկտները կոչնչացվեն։ Գազայի ապա ռազմականացման գործընթացը կիրականացվի անկախ դիտորդների հսկողության ներքո։ Համասը եւ մյուս խմբավորումները որևէ դերակատարում չպետք է ունենան Գազայի կառավարման գործում։ Ըստ ծրագրի Գազան ժամանակավորապես կկառավարի տեխնոկրատ ապաքաղաքական պաղեստինյան կոմիտեն, որը բաղկացած կլինի պաղեստինցիներից եւ միջազգային փորձագետներից։ Այն կվերահսկվի միջազգային նորանցումային մարմնի խաղաղության խորհրդի կողմից, որը կգլխավորի նախագահ Դոնալդ Թրամփը։ Դրա կազմում կլինեն այլ պետությունների ղեկավարներ եւ անդամներ, այդ թվում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։ Այս մարմինը կհամակարգի Գազայի ֆինանսավորումը մինչև Պաղեստինի ինքնավարությունն ավարտի իր բարեփոխումների ծրագիրը եւ կարողանա վերականգնել անկլավի նկատմամբ վերահսկողությունը։ Ակնկալվում է, որ Վաշինգտոնը կգործակցի արաբական եւ միջազգային գործընկերների հետ ստեղծելու միջազգային կայունացման ժամանակավոր ուժեր, որոնք անմիջապես կտեղակայվեն Գազայում։ Այդ ուժերը կաջակցեն պաղեստինյան ոստիկանական ուժերին եւ կծառայեն որպես ներքին երկարաժամկետ անվտանգության երաշխիք։ Իսրայելը չի օկուպացնի կամ չի բռնակցի Գազան, իսկ երբ միջազգային կայունացման ժամանակավոր ուժերը վերականգնեն կայունությունը, իսրայելական ուժերը դուրս կբերվեն, սակայն Իսրայելը ներկայություն կպահպանի անվտանգային գծի երկայնքով, մինչև Գազան վտանգ չսպառնա տարածաշրջանին եւ հարևաններին։ Նշվում է, որ այս բարեփոխումների արդյունքում կարող են պայմաններ ստեղծվել պաղեստինյան ինքնորոշման եւ պետականության համար։ Թրամփի ծրագրի մի շարք դրույթներ արդեն կյանքի են կոչվում։ Ռազմական գործողությունները դադարեցվել են, Ցահալը սկսել է ուժերի հետ քաշումը,
Հումանիտար մատակարարումները վերսկսվել են։ Համասը վերադարձրել է գերիներին, իսկ Իսրայելը բանտարկված պաղեստինցիներին։ Չնայած այս ամենին գործընթացն այդքան էլ հարթ չէ, մասնավորապես խնդիրներ կան զոհված իսրայելցի գերիների մարմինների վերադարձի հետ կապված։ Գազայում հրադադարի ամերիկյան գործարքի համաձայն Համասը պետք է վերադարձնի 28 պատանդի աճուն, 20-ից ավելին արդեն փոխանցվել է իսրայելական կողմին։ Պաղեստինյան շարժումը հայտարարում է, որ մարմինների մի մասը Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով ավերված թունելների և շենքերի փլատակներում է։ Դրանց փոխանցումը ուշանում է, քանի որ Իսրայելը թույլ չի տալիս Գազա փրկարարական սարքավորումներ տեղափոխել։ Ամերիկյան կողմն ընդունում է, գործընթացը բարդ է, միևնույն ժամանակ նախազգուշացնում, եթե Համասը չվերադարձնի գերիների մարմինները և խախտի հրադադարի համաձայնությունը, ռազմական գործողությունները կվերսկսվեն։ Մերձավոր Արևելքում եւ հարակից տարածաշրջաններում մեր դաշնակիցներից մի քանիսը վճռականորեն ասել են, որ իմ խնդրանքով կարող են մտնել Գազա եւ Համասին ցույց տալ իր տեղը։ Ես նրանց ու Իսրայելին դեռ ասել եմ սպասել։ Չի բացառվում նաև, որ որոշ աճյուններ պաղեստինյան այլ խմբավորումների մոտ են, որոնց վրա Համասը ազդեցություն չունի։ Մյուս խնդրահարույց հարցը Գազայի հատվածում Իսրայելի ռազմական ներկայության պահպանումն է։ Ըստ Թրամփի ծրագրի Ցահալի ուժերի հետ քաշումը եւ դուրսբերումը պետք է լինեն փուլային։ Սպիտակ տան հաղորդագրությանը կցված քարտեզում մանուշակագույնով նշված են Ցահալի դիրքերը սեպտեմբերի 29-ի դրությամբ, այսինքն մինչև ԱՄՆ նախագահի հայտարարությունը։ Այժմ ըստ ստացվող տեղեկությունների իսրայելական ուժերը հետ են քաշվել դեղինով նշված գոտի։ Եթե հրադադարի պայմանները պահպանվեն, ակնկալվում է, որ Ցահալը հետ կքաշվի կարմիր գիծ։ Զորքերի հետ քաշման երրորդ փուլից հետո նախատեսվում է ստեղծել բուֆերային գոտի, որը քարտեզի վրա առանձնացված է գծանշումներով։ Այդտեղից Ցահալը պետք է վերահսկի անվտանգային իրավիճակը։ Մյուս հիմնական տարաձայնությունը, որը կարող է հրադադարի խախտման պատճառ դառնալ, Համասի ապառազմականացման շուրջ է։ Բոլոր պատանդների ազատ արձակումից հետո Համասի այն անդամները, որոնք կպարտավորվեն վայր դնել զենքը, համաներում կստանան, իսկ այն անդամները, որոնք կցանկանան լքել Գազան, կստանան դրա հնարավորությունը։ Պատանդների վերադարձից հետո Համասը պետք է զինաթափվի, հակառակ դեպքում դժոխք կտիրի։ Համասը չի կարող ստանձնել զինաթափվելու պարտավորությունը եւ մտադիր է անցումային շրջանում վերահսկել Գազայի հատվածում անվտանգությունը։ Մեզ երաշխիքներ են պետք, որ պաղեստինցիները պետականություն կունենան։ Ինչ վերաբերում է Գազայում ներքին անվտանգության խնդրին, այդ հարցում ևս անորոշություններ կան։ Կողմերը ունեն հակասական պատկերացումներ, թե որ երկրների զինծառայողները կարող են ներգրավվել միջազգային կայունացման ժամանակավոր ուժերի կազմում։ Նախաձեռնությանը կարող են մասնակցել Եգիպտոսը, Ինդոնեզիան, Ադրբեջանը եւ Թուրքիան։ Իսրայելը սակայն կտրականապես դեմ է Գազայում թուրքական ռազմական ներկայությանը։ Վաշինգտոնից էլ արդեն հայտարարել են, որ անկլավում ամերիկյան ուժեր չեն տեղակայվելու, այլ ուղարկվելու են Իսրայել։ Մեծ Բրիտանիան ևս ուժեր է ուղարկել Իսրայել վերահսկելու Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը։ Գազայում ներքին կայունության հարցը կապված է նաև հետպատերազմյան կառավարման գործընթացի հետ, որից Համասը չի պատրաստվում հրաժարվել, ինչն անընդունելի է առնվազն Իսրայելի եւ Միացյալ Նահանգների համար։ Ով է ի վերջո կառավարելու Գազան։ Ես չունեմ դրա պատասխանը։ Այժմ հարկավոր է վերականգնել Գազայի հատվածը, երբ Գազայի ժողովուրդը ու մեր իսրայելցի ընկերները գոնե մի փոքր անվտանգություն ունենան, այդ պահից կմտածենք երկարաժամկետ կառավարման մասին։ Կարծում եմ գործարքին այո ասելով Համասը բավականին խելացի քայլ կատարեց։ Հիմա գնդակը Նեթանյահուի նաև արաբական պետությունների դաշտում է։ Համասը փաստացի մնում է խաղի մեջ, հայտարարելով, որ շարունակում է բանակցությունները եւ հանձնառու է առկա խնդիրների լուծմանը։ Հարկ է անդրադառնալ նաև Համասի եւ պաղեստինցիների գլխավոր մտահոգությանը։ Արդյոք Իսրայելը հավատարիմ կմնա հրադադարին, թե կցանկանա գրավել Գազան եւ կվերսկսի ռազմական գործողությունները, պատճառ բերելով Համասից բխող անհաղթահարելի սպառնալիքները։ Իրավիճակը սրում են նաև հենց Իսրայելից հնչող հայտարարությունները։ Կոչ եմ անում վարչապետին հրամայել Իսրայելի պաշտպանության ուժերին վերսկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Համասը վտանգավոր է մեր անվտանգության համար։ Ավելի վաղ Իսրայելի կառավարության աջ ծայրահեղական ուժերը սպառնում էին դուրս գալ իշխող կոալիցիայից, եթե Նեթանյահուն համաձայնի հրադադարի, ինչը 2026 թվականի ընտրություններին ընդառաջ կարող է թուլացնել գործող վարչապետի դիրքերը։ Սակայն ըստ փորձագետների Նեթանյահուի առջև ծառացած է նաև միջազգային մեկուսացման սպառնալիքը, հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին մի շարք երկրների հայտարարությունները։ Հարց է առաջանում, արդյոք հայտարարված հրադադարը կլինի կայուն եւ
կդառնա երկարաժամկետ խաղաղություն։ Նախագահ Թրամփի ծրագրի վրա հիմնված հրադադարը շատ կարևոր նվաճում է, սակայն չեմ կարծում, որ երկարատև խաղաղություն է երաշխավորում։ Կան հարցեր, որ դեռ պետք է քննարկվեն՝ Համասի զինաթափում, միջազգային կայունացման ուժերի կազմ, Գազայի հետ պատերազմյան կառավարում եւ այլն։ Սրանք շատ կարևոր խնդիրներ են, մինչդեռ շեշտը հիմնականում դրված էր գերիների եւ աճյունների վերադարձի վրա։ Իմ կարծիքով ամենամեծ խնդիրն այն է, որ հնարավոր կարգավորման գործընթացների ժամկետները հստակ չեն, չկան մշակված մեխանիզմներ։ Այդ թվում հայտնի չէ, ինչ գործառույթներ են ունենալու միջազգային կայունացնող ուժերը։ Չկա իրական տեսլական, թե ինչպես է կազմակերպվելու պաղեստինյան տարածքների արևմտյան ափի կառավարումը, ինչը շատ կարևոր է պաղեստինյան պետություն ստեղծելու համար։ Սակայն Իսրայելի ղեկավարությունը շարունակում է մերժել պաղեստինյան պետականության ուղին։ Համասի դեպքում էլ չկա վստահություն, որ շարժումը կզինաթափվի, կհրաժարվի քաղաքական նկրտումներից եւ կզիջի տեղը պաղեստինյան ինքնավարությանը։ Հիմա հարցերն ավելի շատ են, քան հնարավոր լուծումները։ Ամեն կողմի համար խաղաղության պատկերացումները տարբեր են։ Հրադադարի հստակ ծրագրի առկայությունը եւ արաբական ու մուսուլմանական երկրների ներգրավվածությունը լավատեսություն են ներշնչում։ Սակայն ինձ մտահոգում է, որ այս ժամանակավոր հրադադարը կարող է ընդամենը գերիներին վերադարձնելու մասին լինել։ Էսկալացիայի հավանականությունը պահպանվում է։ Չեմ հավատում, որ Բենյամին Նեթանյահուն եւ նրա կառավարության շատ անդամներ հրաժարվել են Գազայի հատվածը վերահսկելու եւ պաղեստինցիներին այնտեղից վտարելու մտքից։ Առաջիկայում կտեսնենք, արդյոք կհայտարարվի միջադեպերի մասին, որոնք կհանգեցնեն Գազայում ռազմական գործողությունների վերսկսմանը։ Քաղաքական խառնաշփոթին եւ անորոշություններին զուգահեռ արդիական է Գազայում հումանիտար իրավիճակը։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Համասի եւ Իսրայելի միջև չդադարող ռազմական գործողությունների ֆոնին Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը սրվեց։ Սովամահության դեպքեր, հիգիենայի տարրական պարագաների բացակայություն, վիրուսային հիվանդություններ, վառելիքի ու խմելու ջրի պակաս։ Իսրայելը պարբերաբար խոչընդոտում էր մատակարարումների մուտքը Գազայի հատված, նշելով, որ Համասի զինյալները գողանում են դրանք։ Իսրայելը նաև դեմ էր հումանիտար ապրանքների բաշխման արդեն գործող մեխանիզմներին։ Մայիսի վերջին անկլավ մարդասիրական մատակարարումները վերսկսվեցին նոր ձևաչափով։ Դրա համաձայն ՄԱԿ-ի մերձավոր արևելքում Պաղեստինի փախստականների օգնության գործակալության փոխարեն ապրանքների բաշխումը սկսեց իրականացնել ամերիկյան Գազայի մարդասիրական հիմնադրամը Ցահալի վերահսկողությամբ։ Կարևոր է նշել, որ Իսրայելի հիմնավորմամբ ՄԱԿ-ի գործակալության մի շարք անդամներ գործակցել են Համասի հետ, ուստի այլևս վստահություն չեն ներշնչում։ Իսրայելը պնդում էր նոր մեխանիզմի նպատակն է թույլ չտալ Համասին գողանալ մարդասիրական փաթեթները։ ՄԱԿ-ը հրաժարվեց գործակցել հիմնադրամի հետ, նշելով, որ այն քաղաքականացված է եւ չունի բավարար փորձ։ Հատկանշական է, որ ՄԱԿ-ի գործակալությունը Գազայում ուներ սննդի բաշխման 400 կետ, մինչդեռ ամերիկյան կազմակերպությունն ընդամենը 4։ Պարբերաբար շրջանառվում էին նաեւ լուրեր, որ իսրայելցի զինվորականները հաճախ կրակ էին բացում բաշխման կետերի մոտ հավաքված պաղեստինցիների ուղղությամբ, որոնք խուճապահար փորձում էին սնունդ փախցնել։ ՄԱԿ-ի տվյալով սնունդ հայթայթելու փորձերի ժամանակ զոհվել են հարյուրավոր պաղեստինցիներ։ Գազայում կարգավորման Թրամփի ծրագրին համապատասխան տարածաշրջան հումանիտար մատակարարումների ծավալը մեծացել է։ Դրա բաշխումը պետք է իրականացվի առանց հակամարտության կողմերի միջամտության, ՄԱԿ-ի եւ դրա գործակալությունների, Կարմիր մահիկի եւ միջազգային այլ կազմակերպությունների կողմից։ Մատակարարումների մուտքի մի շարք խոչընդոտներ վերացվել են, ստանում ենք թարմ մթերքներ, շատ ալյուր, բժշկական, շինարարական պարագաներ, վրաններ։ Հասանելիություն ունենք վայրեր, ուր նախկինում հասնել չէինք կարող։ Հազարավոր մարդիկ վերադառնում են իրենց բնակության վայրեր, որտեղ նախկինում ակտիվ ռազմական գործողություններ էին։ Օլգա Չերևկոյի խոսքով դրական փոփոխություններ կան, մարդիկ արդեն խոսում են ապագայի մասին, սակայն հումանիտար ճգնաժամն ամբողջությամբ հաղթահարելու համար դեռ շատ աշխատանքներ պետք է տարվեն։ Չնայած Գազայում իրավիճակի կարգավորման մասին հայտարարություններին, հրադադարը պարբերաբար խախտվում է, կան նոր զոհեր։ Հուսադրող է միայն այն, որ Համասի եւ Իսրայելի միջև անուղղակի բանակցությունները շարունակվում են։ Այնուհանդերձ վերջնական կարգավորումը դեռ շատ հեռու է թվում։ Օրակարգում էր Գազայում հայտարարված հրադադարը։